Քո հետույքն ափրկե, մեզ ինչ, ափսոս։ Դե հիմա քո նման ոչխարներին բացատրեմ, որ պարոն Ծառուկյանը Բելարուսիայից ինձ ազատելով մենակ իմ հետույքը չի փրկել, այլ ամբողջ մեր հայության պատիվն է փրկել, որովհետև եւս մեկ հայրենասեր կարող էր դառնալ Ադրբեջանի գերի։ Դե դուք սովոր եք, որ լրիվ հայրենասեր մարդկանց գերիության մատնեք կամ էլ բանտերը նստացնեք։ Ուրեմն քո նման փնթիներին ասեմ, որ պարոն Ծառուկյանը այնքան պատիվ ուներ, հայ տղամարդու պատիվ, որ իր կնոջը, հայ կնոջը, չթողեց, որ գնա Ադրբեջան գերիության մեջ մնա։ Հասկացար, այ ոչխար։ Այդ որ գրել ես ափսոս, մենակ թուրքը կարա գրի ափսոս, որ Բելան Ադրբեջան չգնաց։ Դու ուրեմն իմ համար հավասար ես թուրքի, ուրիշ ոչ մի բան։ Հայը երբեք չի ուրախանա նրա համար, որ թուրքի ուզածը չեղավ, իր հային չտարան ադրբեջանցիների մոտ։ Այսինքն քո նման կեղտերը, ես ոնց հասկացա, Փաշինյանի պաշտպաններն եք։ Այդքան հանձնեցախ, վարի տվեց, ձեր հեչ ոտերին է չի։ Կարևորը ինչքան փնթիություն ասես, Հայաստանում այսօր կարելի անել, սաղ թույլատրելի է։ Այն միակողմանի սերամոլները, այսինքն ինչքան կեղտ կա, քո նմանները այսօր ասում են, ինչ լավ է, մեր երկրի ղեկավար ամեն ինչ թույլ է տալիս։ Բայց որ մի հատ իսկական տղամարդ գա, թող շատերը տեք գրեմ, այս չի կարեմ, այն չի կարեմ, այն չի կարեմ, սա դու թասիբ ունի ու մարդկանց հետ շփվելու հնարավորություններ ունի։ Էլի որ ես պետքա ասեմ, պարոն Ծառուկյան, ես այդ մարդուն մինչև կյանքիս վերջ շնորհակալ եմ իր հայրենասիրությունը։ Ես տեսել եմ իր հետ շփվելու ժամանակ, որ ինքը ինչքան հետաքրքիր լսում էր ինձ, թե ինչ է կատարվում է սոցիալական ցանցերում։ Ես իր մեջ տեսել եմ, որ ինքը Հայաստանը խելագարի պես սիրում է, ու իր նման մարդը մի սանտիմետր հող ադրբեջանցուն չեր տա։ Այ այսքանը կասեմ։ Իսկ դուք այսօր որ ձեր աղջկան գրում եք լավ չի, որ փրկեց Ադրբեջանից, պրոստը քո նմանների երեսին զզվանք եմ ապրում, որ այսպես քո նման կոմենտ գրողներ մի քանի հոգի կան, տեսնում եմ, ինչ ասեմ։